Գործարանների կարծեք ես արգելանքը չի առնչվում, հստակեցվել է այդ ինֆորմացիան, կամ գործարաններ ներկայացնել, որոնք կարողանում են ամեն դեպքում անցնել վրացական կողմով։ Նայեք, հստակեցումը այսպես է, ես ճանապարհում եմ, ես շշտում ինչ մեքենաներ կամ կամից, երբ որ մեր մեքենաները մտնում են գեյզի անցակետ, ես այնտեղ վարորդներին խնդրում եմ, գիտեք, վարորդները մեկ մյուսի հետ կապ են պահում, վարորդներին խնդրում եմ, իրենք անձամբ մոտենում են, հերթով հարցնում են ում մեքենան ամատեղ, ում մեքենան չմտել, եւ իրենք շատ լավ տեղեկացված են, ու այս ստացված տեղեկությունների, այո, գործարանները կան, որ դեռ շարունակում են առանց որևէ խոչընդոտ անցնել վրացական սահմանը եւ գնալ դեպի Ռուսաստան եւ Բելարուս։ Այս պահի դրությամբ մի քանի գործարանների հետ է խնդիրը, կարծես թե, բայց ես կոչ եմ անում բոլոր տնտեսվարողներին, որ համախմբեն, քանի որ եթե այսօր մի քանի գործարանների հետ է խնդիրը, սա կտարածվի նաեւ մյուս գործարանների մասով, մյուս գործարանների վրա, այսինքն փուլ առ փուլ գնալու շատ դեպի ավելի վատ։ Դրա համար շատ ավելի շուտ կարելի է այս հարցում լուծում տալ, որպեսզի փաստի առաջ չկանգնենք, մենք ուրիշ ճանապարհ չունենք, մեր ճանապարհը անցնում է Վրաստանով, հանդիսանում են տարանցիկ երկիր մեր համար, այս պարագայում վրացին պետք է այս հարցի լուծումը տա, իրենց ցենք ակնկալում, բարձրաբանում, բացատրում եւ շփվում։